Ներկայացումը նոր է արված, դեռ պրեմիերային փուլում է։ Իրականում մեր ուսանողներն էին հետաքրքրված Ենգիբարյանով, կարդում էին այդ նովելները, շատ ոգևորված էին իր ասելիքով, իր հումորով եւ փորձեցինք իրենց հետաքրքրող թեմա վերցնել բեմադրության համար ու քանի որ պիես չկար, մենք փորձեցինք անել ինսցենիրովկա, այսպես ասած, չեմ գտնում համարժեքը հայերեն, եւ ստացանք բոլոր նովելներից մի ամբողջություն իրականում երբ ուսումնասիրում ես Ենգիբարյանի կյանքը, ինքը շատ երազում էր ստեղծել պլաստիկ թատրոն, իսկապես թատրոն, որտեղ մի փոքր տարբերվում է իր պատկերացրած թատրոնը մեր այսօրվա թատրոնից եւ մենք փորձեցինք այդ տիպի ներկայացում անել, որտեղ եւ մարմինն է խոսում, եւ հոգին, եւ խոսք կա, եւ նաեւ իրեն հատուկ հումոր կա, իրեն հատուկ պլաստիկա կա, չենք փորձել ենք ամեն ինչ անել, որ ներկայացումը նմանվի իր կյանքին, իսկ իր կյանքը նմաներ փոքրիկ բարի ներկայացման, այդպես էր ասում նաև ինքը, որ իմ կյանքը նման է փոքրիկ բարի ներկայացման, ու մենք փորձեցինք այդ մթնոլորտը ստեղծել ու ստանալ, ուսումնասիրելով իր նովելները եւ իր տեսակը։ Ներկայացումը իր կազմությամբ շատ հետաքրքիր պատմություն ունի, քանի որ պիեսը որպես այդպիսին պատրաստի պիես չի եղել ներկայացում ստեղծելու համար։ Ներկայացումը ստեղծվել է կիսով չափ Ենգիբարյանի պատմվածքների հիման վրա եւ դրանց ավելացվել է նաեւ ժամանակակից գրող Արամ Պաչյանի ստեղծագործությունները, որոնք իրականում բավականին իրենց թեմատիկայով նման են միմյանց եւ հանդիսատեսի մոտ բացարձակապես չի ստեղծում տպավորություն, որ երկու հեղինակների գործերի խառնուրդից է ստացվել, բայց փորձում ենք փոխանցել Ենգիբարյանական շունչը, փոխանցել նրա գաղափարները, քանի որ Պաչյանը իր մտածելակերպով նույնպես ինչ որ չափով հարում է Ենգիբարյանի մտածելակերպին եւ կարեւորը հենց ինձ թվում է այն է, որ երկուսն էլ փորձում են փոխանցել վերերկրային աստվածային գաղափարներ, մշտնջենական։ Շատ ուղիղ երկխոսություն է տեղի ունենում այս ներկայացման մեջ հանդիսատեսի հետ ու շատ կարևոր է որ ինչի եմ ասում չկար չորրորդ պատը, որովհետև մենք հենց խոսում ենք հանդիսատեսի սրտերի հետ ու հաճախ է եղել որ ներկայացումից հետո մարդիկ հուզված դուրս են եկել ու ամեն կերպարի մեջ տեսել են հենց իրենց Այսինքն յուրաքանչյուրից մեջ կա եւ այն մարդը որ աթոռի վրա նստած է ու վատ մտքեր է մեզ հուշում Մարդ, ով որ չգիտի ինչպես իրեն գտնի, մարդ, ով որ կորցրել է իր գույները, մարդ, ով որ փնտրում է իր երազանքների աղջկան, այդպես, ով կորցրել է, փնտրում է ու այդպես շարունակ։ Այսինքն բոլոր կերպարները ունեն իրենց ուրույն նշանակությունն ու դերը։ Իրականում մեսիջը բոլոր մարդկանց միայնակ լինելն է, այնուամենայնիվ, եթե նույնիսկ իրենց թվում է, որ իրանք շրջապատված են շատերով, եւ խորքում միայնակ լինելը, եւ նաեւ չդադարել երազելը, ինչը որ հենց Ենգիբարյանի մոտ կար, նա բոլորի մեջ էր եւ միայնակ էր, բոլորի հետ էր եւ միայնակ էր, ու չերազել, որովհետև դա միակ շարժիչ ուժն է ապրելու բոլոր տարիքում, բոլոր տիպի մարդկանց մոտ, մեր հերոսները շատ տարբեր էին, բայց բոլորն էլ երազում էին։ Ու փոքրիկի միջոցով փորձեցինք մարդկանց հիշեցնել, որ պետք չի մոռանալ երազելու մասին որևէ տարիքում եւ գնալ երազանքի ետևից, անկախ նրանից մենք որ տարիքում ենք եւ դա բոլորովին մանկական բան չի կամ պատանեկան, այլ մարդու շարժիչ ուժն է կյանքի, ինչը մեզ որպես մեսիջ թողնում է Ենգիբարյանը իր գործերի մեջ։ Впечатления были просто замечательные. Играли артисты очень натурально, очень доверчиво как-то.
постановка само по себе, чтобы не было скучно, уже само говорит что-то. Ну вот это Очень маленькая понравилось. актриса. Да-да. Да, вот это в зеленых штанишках. Такое Зелёная. личико у нее было прям приятное. Приятно. Прям на нее было прям приятно смотреть. Так она, там такая мимика у нее была чудесная. И вообще она сама. Пантомима с зонтом, конечно, было очень похоже. Пластичные артисты вообще молодцы. А вот тот парень, который немножко полненький, он с такой легкостью, как пушинка, прыгал. И, во-первых, тема мне до него тоже очень понравилась. Я сама люблю дождь. Мне очень нравится дождь. И Почувствовали, вот как будто бы сказка Андерсена, да, не сказки окна. Они сказали, что в каждом окне там сказка и так далее. Без сказок жить очень тяжело, трудно, ну вот так. А сам Андерсен тоже был несчастный. Ну и наш Ингебар, он тоже не такой уж счастливый был. откуда у него счастье? Он талантлив был, но счастье Да, не скажу, что так сложилось, И конечно. так рано скончался. Сначала мне понравилось, когда пришла вот эта маленькая девочка. Она такая смешная была. Я даже не знаю, что у нее там в ящике было. Еще мне вот эти черные, в черных костюмах нравились. Так смешно было, когда они все вот так вот искали, друг друга искали. А еще мне понравился тот, который без обуви и без носков вот так вот ходил по полу. Он такой смешной был. Он вел себя, знаете как? Как вон там маленькая девочка вел себя. Настолько было интересно, и настолько они хорошо преподнесли, что я думаю, и малому, и старый млад радовался. Постановка была Да, конечно, выбрана. вот тогда вот и все клоуны там, Карандаш, этот Олег Попов, ну, они как вот так, как клоуны. Когда Ингебаров начинал, это вообще чудо было. И я в этом возрасте, ну, сейчас как-то я не очень, а раньше я хохотушка была. В общем, мне очень нравилось. Я вот смотрела Ингебарова и прямо хохотала. Одним словом, театр далеко пойдет, я думаю, у них хорошее будущее. Молодцы, все Да, молодцы артисты. дети, да, И очень. постановка, и сама сцена. Все было замечательно. Ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունեցանք ձեր բեմում ելույթ ունենալու, շատ սիրով ենք եկել ու շատ սիրով խաղացինք։ Ջերմ ու տաք լավ բեմեր եւ շատ լավ ակուստիկա ունեք, իրականում շատ լավ էր հնչում խոսքը, շատ լավ էր հասնում տեղ եւ իսկապես սիրեցինք մթնոլորտը, շատ լավ տաք ջերմ մթնոլորտ էր։